իրենց օգտագործում են այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, օգտագործում են ոչ միայն իրենց ձեռքի տակ եղած ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, որոնք գնում են օրինակ հոգևորականների տները գիշերվա կեսին ծեծում են ու այսպես մտերմիկ զրույցի են հրավիրում օրինակի համար, հա, իրենց գործիքակազմը մարդկանց գաղտնալսելու, տեսագրելու այդ գործիքը մի կողմից են օգտագործում են նաև H1-ը իրենց նորից, սա շատ կարևոր է հասկանալ, այո, կառավարության գործունեությունը պիտի լուսաբանվի, բնական է, դա շատ նորմալ է, բայց երբ որ կրոնական մի կազմակերպության դեմ բառացիորեն հակասահմանադրական, հակակոնվենցիոն, հակաիրավական, ասելա թե քրեորեն պատժելի գործողություններ են իրականացում, եւ դա լուսաբանվում է եւ դա ներկայացնում է հանրությանը, եւ ներկայացում է որպես նորմա, որպես ճիշտ վարքագիծ, որպես միակ ճիշտ վարքագիծ, սա նորմալ չի։ Սա բոլոր գրված, չգրված օրենքներին հակասող է։ Սա միայն մեր ներպետական օրենքներին չի հակասում, սա նաև կոնվենցիաներին է հակասում, որով մեր Հայաստանը պարտավորություններ ունի եւ ամոթալի է, երբ մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ աշխատել են տարբեր ոլորտներում, հա, սկսած էքսպերտներ են եղել տարբեր ոլորտներում կամ պաշտպանել են տարբեր մարդկանց, օրինակ, չգիտեմ, տարբեր կրոնական կազմակերպությունների մեկ անձի խախտված իրավունքի համար պայքար են մղել, այսօր արդարացում են ՔՊ-ի աշխատանքը H1-ով ուղղված, օրինակ, առաքելական եկեղեցու դեմ։ Սա շատ ամոթալի է։ Միջազգային գործընկերներ, որոնք մեկ ցանկացած այլ կրոնական կազմակերպության հետևորդի խախտված իրավունքների համար գալիս են այստեղ մեծ դիլեգացիաներով, այսօր մի ամբողջ եկեղեցու նկատմամբ, ազգային եկեղեցու նկատմամբ հետապնդում կա եւ հարձակում կա եւ վայրակ հարձակում կա ու որևէ ձեն ու ծպտում չկա ու սա նշանակում է, որ մենք մեզ վրա պիտի վերցնենք այդ պատասխանատվությունը, անգամ գիտակցելով, որ որևէ առարկայական պատասխան այստեղից չենք ստանալու, որտեղ դա հնարավոր չի, բազմաթիվ նորից պիտի ասեմ, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ շատ առարկայական, շատ հիմնավորված ներկայացրել են տարբեր գործընկեր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ ներկայացրել են բողոքներ դատախազության եւ դատախազությունը մեղմ ասած օրենքի տառից չի բխել գործողությունները։ Մենք էլ ենք հասկանում, որ արձագանքը adekvat չի լինելու, բայց դա ոչինչ չի նշանակում։ Սա ուղղակի հերթական իրենց ապագա մեղադրանքների հիմքում դրված փաստաթղթեր պիտի լինեն։ Սա շատ հստակ մտածված գործողություն է եւ պիտի իմանան նաեւ գլխավոր դատախազը ու նորից ես շատ ափսոսում եմ, որ այդքան գիտելիքը, այդքան կարողությունները օգտագործում են նրանք, ովքեր որ ուղղակի մարդկայնորեն են մասնագիտորեն են փչացնում մարդկանց, մարդկայնորեն են փչացնում, հանցակից են դարձնում տարբեր process-ների, պիտի իմանան, որ անձնական պատասխանատվության է ենթարկվելու։